Պարոն Մանուկյան, ինչ արձագանք եղավ ՔՊԱ-ականների կողմից եւ վեհափառի հետ կապված հարցի ժամանակ տեղից գոռացիք, ասացիք ամոթը դավաճան վարչապետ ունենալն է։ Չեմ, ես իրանց արձագանքին ակնկալիք չունեմ։ Իմ կարծիքը բարձրադեն ասացի, ոնց որ միշտ էլ ասել ենք։ Պարոն Մանուկյան, դա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է, ավելի ճիշտ բարեվարկության նորմերի խախտում է, թե չէ։ Բարեվարկության նորմերը գիտեք գողական պրագոնա, որ հիմա բոլորը ցենց ձեռքերս դնում ենք սեղանին, ասում ենք, չէ, ես բարեվարկության նորմ չկա։ Բայց եթե օրինակ Նիկոլ Այդ բարեվարկությունը մանկապարտեզում են սովորեցնում։ Մանկապարտեզում են սովորեցնում բարեկրթություն, բարեվարկություն։ Հետո մարդիկ քիչ այդ բարեվարկությունը կամ ունենում է կամ չի ունենում։ Պիղծ վեհափառ որ կոչեց։ Դե բան է, չեմ ուզում նորից կրկնվի այդ արտահայտությունը, պղծությունը տեսել ենք, էլի ոնց է իրանց մոտ։ Պարոն Մանուկյան, ըստ էության Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ դուք պատերազմ եք բերելու Հայաստանի Հանրապետության գլխին, եթե Տիգրանաշենի համար պայքար մղեք, որովհետև ասում եմ քյարքի, որովհետև ադրբեջանական անվանումը այդպես է։ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ ստետ Այդ քրոնիկ սուտասանի դեպքում զարմանալի չի։ Հայտարարեց, որ սահմանագծումը իրականացվում է 1974-79 թվականների գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ Հարգելիներս, հենց հիմա ԱԳՆ-ի կայքը բացեք, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնությունը բացեք, տեսեք այնտեղ կա հիշատակում, չկա, եւ ավելին ձեզ ասեմ, մենք որ ծանոթանում էինք փաստաթղթին, ի սկզբանե հայկական կողմը առաջարկել էր Ադրբեջանին, որ այդ համաձայնագրի մեջ ամրագրվի գլխավոր շտաբի քարտեզ։ Ադրբեջանը մերժել է, դրանից հետո հայերը վիզները ծռած, ինչ որ Ադրբեջանը մերժել է, հայերը վիզները ծռած հանել են այդ նախագծին։ Երկրորդը սահմանագծման, սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգը նայեք, այնտեղ չկա հիշատակում գլխավոր շտաբի քարտեզներ, այնտեղ ընդհանրական տարբեր քարտեզների մասին է, բայց այն օր ազգային ժողովի ամբիոնից բացատրել եմ Տիգրանաշենը 90 թվականի հունվարի 15-ից խորհրդային Հայաստանի տարածքում է եղել, դեռ ավելին 1926 թվականի քարտեզով էլ է խորհրդային Հայաստանի կազմում եղել։ Աղեր խելագարության աստիճանի են հասցնում, մենք Վրաստանի հետ տարիներ շարունակ բանակցել ենք սահմանագծման հարցում, որպեսզի համաձայնության գանք, թե որ քարտեզի հիման վրա պետք է սահմանագծում, սահմանազատումը տեղի ունենա։ Բայց պայքարելու եք, որ Տիգրանաշենը չտան, հիմա ուզում ենք հասկանալ, պայքարելու եք, թե չէ։ Բայց կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մետր քառակուսի համար պայքարը բոլոր քաղաքացիների պարտքն է, առաջին հերթին մեր պարտքն է։ Ընդդիմությունից ձև է պայքարելու։ Խնդրում եմ, այսինքն այս մի քանի օրվա բանը պայքարի ծիծեռնակներն են։ Այս մի քանի օր առաջին օրվանից Տիգրանաշենի մասին բարձրաձայնումը այդ պայքարի ծիծեռնակներն են, որը շարունակվում են։ Իսկ դուք Տիգրանաշենցիներին լսել եք, օրինակ կան մարդիկ, ովքեր ես դիմում եմ բոլոր լրագրողներին, դիմում եմ բոլոր ընդդիմադիր գործիչներին, մի արեք դա ամբարո բան է, մի արեք, Տիգրանաշենցու շուրթերով հայ ժողովրդին մի համոզեք, որ Տիգրանաշենը պետքա վերադարձի, որտեղ Տիգրանաշենը իմ ապագա թոռանն է, ձերն է, ամբողջ Հայաստանի Հանրապետությանն է, Տիգրանաշենցին չի որ որոշում է իր գյուղը Հայաստանի Հանրապետության մաս է, թե չէ, ուր ենք ուզում հասցնենք մեր երկիրը, բզիկ ամեն մեկը իր տունը կարա փոխհատուցով հիման վրա տա Ադրբեջանին, թե ոչ։ Չորրորդ հանրապետության մասին ինչ կասեք, հռչակեցին չորրորդ հանրապետությունը։ Ելույթների ժամանակ շատ ավելի հանգամանալից կանդրադառնանք, իրականում այս կառավարության ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետականության փլուզման ծրագիրն էր եւ ամենակոնֆլիկտածինը հենց այս ծրագիրն է, որտեղ ծրագիրը փորձ չի անում եւի լուծում գտնել ռազմաքաղաքական, տնտեսական բոլոր ասում կտրուկ դրել է, որը վտանգները պարունակում մեր ժողովրդին, տնտեսական, քաղաքական, ռազմական անվտանգության առումով